Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է, օրը նոյեմբերի 25, 3 շաբթի։ Ամեն ինչ ճիշտ է ասում Զարան, լույս բարի, ես էլ ասեմ իմ կողմից, իսկապես նոյեմբերի 25-ն է արդեն եւ այսօր ծնվել է Անաստաս Միկոյանը, պետական գործիչ, որի մասին շատ հակասական կարծիքներ կան, բայց քանի որ ես բնակվում եմ Անաստաս Միկոյանի անվան փողոցում, եկել եմ ձեզ ասեմ, որ միգուցե շատերը ձեզանց չգիտեն, Անաստաս Միկոյանը եղել է Անդրանիկի զինվոր, օրինակ։ Եթե չլիներ Անաստաս Միկոյանը, ապա ԽՍՀՄ-ում չէր լինի այն տեսակի պաղպաղակը, ինչպիսին կար։ Չէր լինի մայոնեզը, տոմատի մածուկը եւ տոմատի հյութը, կոտլետները, ներփերշիկները, սառնարանները, այդ ամենը Անաստաս Միկոյանի հետ կապված բաներ են, որոնք որ հերքել չի կարելի։ Բայց մյուս կողմից լավ է քննարկումները, որովհետև շատ մարդիկ ովքեր օրինակ մինչ այդ չգիտեին Անաստաս Միկոյանին, այդ քննարկումների ֆոնին բացում եւ կարդում են։ Առհասարակ քննարկումները լավ բան են, եթե մարդիկ խելացեն այդ քննարկումներին մոտենում, ինչ որ բաներ են իրենց համար բացահայտում։ Եվս մեկ մարդ է հիանալի անձնավորություն է ծնվել, ում մասին ոչ մի հակասական բան չկա, Հովհաննես Դավթյանը, մեր ջյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը, Հովհաննես ջան, շնորհավորում ենք ծննդյանդ օրը եւ մաղթում ենք քեզ եւ քո սաներին հաղթանակներ եւ երկու ֆուտբոլիստի նշեմ նաեւ, այսինքն մեկը նախկին ֆուտբոլիստ է եւ մարզիչ, մյուսը ֆուտբոլիստ։ Խաբի Ալոնսոն է այսօր ծնվի աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ այս պահին գործերը այդքան լավ չեն Խաբի, որովհետեւ ինչ որ խնդիրներ կան ներսում թիմի եւ Պեդրին է այսօր ծնվել, իզուր չեմ ես Բարսայի շապիկով եկե։ Պեդրի, Խաբի, Անաստաս եւ Հովհաննես ձեր ծնունդները շնորհավոր եւ բոլոր այն մարդկանց ծնունդները, ով ծնվել են այսօր։ Բայց Rolling Stones-ի հետ ոչ մի կապ չունի, չէ՞։ Rolling Stones-ի հետ է կապ ունի, իհարկե։ Բայց սա օրը չէ, օրը չէ։ Վիզուալը կապ ունի, օրը։ Սա El Clasico-ի հատուկ թողարկված շապիկ է, որի հովանավորը Spotify-ը որոշել է, որ Rolling-ի պետք է գովազդի նաև այդ օրը։ Լավ, սա էական չի, արդեն իմ շապիկը ավելի կարևոր է թե ինչ է մեր ներսում եւ դրսում եւ պետք է նաև ասենք, որ այսօր շատ եվրոպական քաղաքներում արդեն բացվել են этапն է սկսվում տարվա շուկաները։ Տոնավաճառները այո արդեն բացվել են, բանն այն է, որ նախատոնական օրերը կաթոլիկ քրիստոնյաների մոտ սկսվում է դեռ նոյեմբերի վերջին շաբաթվանից, նոյեմբերի 25-ին բացվում են բոլոր ամանորյա տոնավաճառները, զարդարվում են։ Այո, տոնածառները, իսկ նոյեմբերի 26-ը գոհաբանության օրն է։ Շատ հավես տոն է սա, գոհաբանությունը, ու ցավոք Հայաստանում դա տարածված չէ, բայց մենք կարող էինք օրինակ ունենալ գոհաբանության օրը։ Ամերիկացիներից եւ հնդկացիներից օրինակ վերցնել եւ ունենանք այդ տոնը։ Այո, որովհետեւ լավ է գոհունակություն, երախտագիտություն հայտնել բոլորին։ Երբ որ մարդը շնորհակալ է լինում, դա շատ լավ բան է, ցավոք սրտի մեր ազգին դա պակասում է եւ միգուցե եթե լիներ այդպիսի տոն կամ այդպիսի պատմություն, մենք էլ մի քիչ այլ կերպ գնայինք այդ ամենին։ Բայց նաև Երևանում այս տարի ամանորը ավելի շուտ է սկսվում, այո, որովհետև Երևանում արդեն իսկ այդ նախատոնական, այո, այդ զարդարանքները եւ այլն սկսվել է եւ դեկտեմբերի 13-ից կվարվեն տոնական լույսերը, եղևնիները եւ արդեն քաղաքի ամանորյա տոնավաճառները եւս կբացվեն։ Պարոն Ավինյանը ոնց որ թե ասել է 14-ից, բայց միգուցե եթե դու ասում ես 13-ից, ուրեմն միգուցե նա լսի քեզ եւ Օրակարգ ամեն ինչ փոխել։ Այո, 13-ին կամ 14-ին ինչ։ Էական չէ այդքան, էական է, որ տոնական տրամադրությունը կգա քաղաք, հուսանք, որ քաղաքը իսկապես ոչ միայն քաղաքի կենտրոնը կունենա այդպիսի հիանալի տրամադրություն եւ գեղեցիկ տեսարաններ, այլ նաեւ ծայրամասեր, էլ չեմ ասում մնացած բնակավայրերի Հայաստանի, դա էլ է շատ կարեւոր տոնական տրամադրությունը բերում է մեզ ուրախություն, արտադրում է սիրոտինին, սիրատոնին եւ այլն, սա շատ կարեւոր բան է։ Պարզ է, որ բոլորը հիմա հաշվում են, թե ինչքան փող է քաղաքապետարանը ծախսե այդ տոների վրա բան, բայց ավելի լավ այդպիսի տոների վրա ծախսեն, քան իրենց նոր ջիպեր գնեն, ես համաձայն եմ դրա հետ։ Բայց շատ կտրուկ անցում եմ ուզում կատարել։ Հələ։ Խաշ սիրում եք։ Միանգամից ասեմ ոչ եւ հիշեցի այն անեկդոտը։ Ասում օրինակ դու տուն ակվարիում ունես, ասում եմ ոչ։
լավ, մնացածը չեմ կարող պատմել, քանի որ մեզ հղի կանայք են դիտում եւ նաեւ երեխաները։ Այո, եւ ինչու հիշեցի խաշ ուտելու արարողությունը։ Որտեղ սեզոնը բացված է խաշի։ Բացի այն, որ սեզոնը բացված է, նաեւ այսօր Մանո Բրուտյանը հենց ուղիղ եթերում կպատմի հնարավոր է ուտել խաշը առանց մեր մարմինը վնասելու։ Ասում են խաշը օգնում է կոտրվածքների ժամանակ, որ ոսկորը ավելի լավ եւ արագ կպնի, այսպես ասած։ Բացի դա կերակուրների թեման շարունակելով նաև պահածոներին ենք անդրադառնալու, պահածոներում առկա վտանգներից եւս կխոսի մեր հյուրերից մեկը, հենց մասնագետ, իսկ ավելի այսպես քաղցր եւ անվտանգ բաներից կխոսի Լիկան։ Դոլչե Լիկայել ենք ունենալու։ Այսինքն մեզ սպասում է հետաքրքիր եւ իմաստներով լի եթեր։ Հիմա հետաքրքիր եւ գեղեցիկ երաժշտական կատարում, մնացածը կատարումից հետո մնացեք մեզ հետ եւ եւս մեկ անգամ բարի լույս եւ եթե հանկարծ դուք եք ծնվել այսօր, ի սրտան շնորհավորում ենք ձեզ եւ ձեր հարազատներին։ Սրտում ենք պահում սիրելիս հեռվում Ինչու ուրիշի հետ քո բախտին ես դավում սիրելիս Ինչու ասա ինչու Հիշիր քո երդումը երբովա երգում ես սիրելիս հեռվում Սրտի արյուն էր սիրելիս Ինչու ասա ինչու Աշխարհը դատարկ է առանց քեզ Կյանքը չար կատակ է առանց քեզ Իմ սերը բորմոք է իմ երգը բողոք է այրող տարա Աշխարհը
Մինասներ մեր եթերում Superstar 6-ի, հայ Superstar 6-ի ուրեմն եզրափակիչի մասնակից, շուտով Մինաս կլինի նաև տաղավարում։ Այո, եւ մենք հիշեցնենք, Եվս մեկ անգամ, այո, ինչպես Մինասը, այնպես էլ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծի Ծանի Խառատյանը, Սամվել Մալոյանը, հայ Superstar 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ դեկտեմբերի 19-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին շատ երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերի համար դիմեք ticket.com կայք կամ զանգահարեք, ուրեմն հետևել հեռախոսահամարով 818 265 0506 հեռախոսահամարով զանգահարում եք եւ տոմսերը համոզված եմ որ նաեւ կառաքեն։ Ոչ մի բան պլանավոր եք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եք դեկտեմբերի 19-ին երեկոն ձեր զբաղված կլինի։ Այո, եւ քանի որ բացման խոսքում մենք խոսեցինք նոյեմբերի 25-ի հետ կապված, մի շատ կարևոր նշանակություն ունեցող օր է նոյեմբերի 25-ը։ Ես զարմացած եմ, որ դու միջի հիմա չէր արտահայտվել։ Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը մեկնարկում է հենց նոյեմբերի 25-ին, որը տևելու է մինչև դեկտեմբերի 10-ը։ Դեկտեմբերի 10-ն էլ արդեն մարդու իրավունքների պաշտպանության օրն է եւ այդ 16-օրյակի ընթացքում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին ավելի շատ հաճախ կարելի է խոսել գենդերային հիմքով բռնության եւ խտրականության մասին, այնպես որ եթե ամբողջ տարվա ընթացքում չեք անդրադառնում այդ թեմաներին, այս 16-օրյակը այսպես ասած առիթ է եւս մեկ անգամ խոսելու եւ բարձրաձայնելու այդպիսի կարեւոր թեմաները։ Խոսելու այն մարդկանց մասին է, որոնք որ տեղյակ են կամ հա, պետք չի խանութներում դրա մասին խոսել, թե եթե օրինակ խանութում տեսնում ենք ինչ որ օգուտ կտա խանութում խոսելը, կարող եք խոսել։ Ասածս նա է, որ խոսելուց պետք է տեղյակ մարդիկ խոսեն, միշտ որ անիմաստ խոսակցություն չլինի։ Դե հա, համաձայն եմ եւ շատ կարեւոր է ուշադիր լինենք մեր շրջապատի նկատմամբ, չվախենանք ոստիկանություն զանգել, եթե հասկանում ենք, որ օրինակ հարևանը կամ մեր ծանոթը ենթարկվում է բռնության, այդ գործ տվողի պիտակից չվախենանք, որովհետեւ մեր մոտ այդ կարծրատիպը կա, շատերը փորձում են անտարբեր լինել, բայց այդպես հիշենք, թե որտեղ են հայտնվում անտարբեր մարդիկ ըստ Դանթե, այո, ըստ Դանթեի աստվածային կատակերգության մեջ։ Երկու ցավալի լուր ունենք, ցավոք սրտի Ամերիկայի Միացյալ Նահանգներում 39 տարեկանում մահացել է մեր սիրելի սպորտսմեններից մեկը, Հայաստանի ութակի չեմպիոն, բռնցքամարտից Վանես Մարտիրոսյանը, ամենատաղանդավոր բռնցքամարտիկներից մեկն էր, նա նաև Golden Gloves-ի ուրեմն տիտղոսի դափնեկիր է, ինչպես նաև 2004 թվականին մասնակցել է օլիմպիական խաղերին, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 41 մենամարտ եւ 36 հաղթանակ, դարձել էր NABF աշխարհի չեմպիոն, այ վարկածով աշխարհի չեմպիոն, AABO-ի վականտ ուրեմն տիտղոսակից WBA International չեմպիոն եւ այլն, ցավոք սրտի Վանեսը 1 տարի շուրջ պայքարեց քաղցկեղի դեմ եւ գնաց երիտասարդ տարիքում, ցավակցում ենք նրա ընտանիքի բոլոր անդամներին եւ եւս մեկ ցավալի լուր կյանքից հեռացավ, բայց այս պարագայում Աստված տա որ յուրաքանչյուրս այսքան երկար եւ վառ կյանք ունենանք Նիկիտա Սիմոնյանը 99 տարեկանում հոկտեմբերի 12-ին դարձավ 99 տարեկան, 100-ամյակը չկարողացավ նշել, ասեմ, որ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը մինչև 3 առաջ օրը աշխարհի ամենատարեց օլիմպիական չեմպիոնն էր։ Մարդ, որը որ բերեց մեր ոսկե դուբլին Արարատի 73, մարդ, որը որ դարձրեց ԽՍՀՄ-ի հավաքականին օլիմպիական չեմպիոն, գոլը խփել էր եզրափակիչում, մարդ, որը ԽՍՀՄ-ի հավաքականի առաջին պաշտոնական գոլն է խփել առհասարակ միջազգային խաղերում աշխարհի առաջնությանը Անգլիայի հավաքականին։ Իսկապես հրաշք մի անձնավորություն, որ այդ ես անձամբ ծանոթ էի, վաղը կունենանք հյուր հատուկ եւ
Նիկիտա Սիմոնյանի մասին երկար կխոսենք եւ հիմա կա մի գեղեցիկ գաղափար, որի շուրջ ես եմ ուզում իմ ստորագրությունս դնեմ, որ մեր հրազդամարզադաշտը հրաշք վերանորոգվի եւ կրի Նիկիտա Սիմոնյանի անունը։ Դա իսկապես մեծ բան կլինի, եթե դա այդպես արվի։ Իմիջիայլոց Մոսկվայում Սպարտակի արենայի մարզադաշտի ուրեմն մեկ արդեն կողմը այսօրվանից կրելու է Նիկիտա Սիմոնյանի անունը, որտեղ նա լեգենդար նաև Սպարտակի խաղացող է եւ մարզիչ։ Նիկիտա Սիմոնյանի մասին կխոսենք վաղը։ Այո, հիմա անցնենք եղանակի տեսությանը եւ առավել մանրամասն արդեն տեսանյութի տարբերակով մեր գործընկերները կպատմեն, թե ինչպիսի եղանակ է սպասվում։ Սպասում ես դու Վահանա Տերյանական։ Դեռ հույսս չեմ կտրում։ Լավ, տեսնենք թե որտեղ կարող է Զառան գնալ եւ ըմպել գինի պլեդով այսպես ծածկված։ Ճիշտ է։ Մնացեք մեզ։ Եվ շարունակելով եղանակի թեման, տերևաթափը շատ ակտիվ ընթացքի մեջ է եւ շրջակա միջավայրի նախարարությունից նախազգուշացում կա, արգելվում է տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, հակառակ պարագայում քաղաքացիները կտուգանվեն, այնպես որ նախազգուշացումը արդեն կա, մենք էլ ասացինք այդ մասին։ Գովազ Շանթի եթերում։ Վերադարձանք տաղավար եւ ինչպես արդեն խոստացել էինք, խոսելու ենք պահածոների պատրաստման ընթացքը ավելի հիգիենիկ դարձնելու եւ բոտուլիզմից խուսափելու թեմայի մասին։ Պահածոների պատրաստման սեզոնը արդեն ավարտվել է եւ գալիս է դրանք ուտելու ժամանակը եւ հենց այդ առիթով ավելորդ չէ եւս մեկ անգամ խոսել այն հնարավոր վտանգներից, որ կարող է ունենալ պահածոյացված սննդի օգտագործումը եւ մեր տաղավարում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ հիգիենիստ Արայիկ Պապոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվս մեկ անգամ կարող ենք հիշել Անաստաս Միկոյանին, որովհետեւ նա նաեւ այդ պահածոյացման պրոցեսների տեխնոլոգիաներն էր բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներից 1936 թվականին եւ արդեն կարծես թե մեկ դար շուրջ մենք օգտագործում ենք այդ ամենը եւ ամեն անգամ ինչ որ խնդիրներ տեղի են ունենում։ Ինչ խնդիրներն են արկա եւ ինչ է կարելի դրա հետ անել։ Նախ երևի սկսենք թե ինչ է բոտուլիզմը։ Բոտուլիզմի մասին ենք խոսում։ Okay, ինչ է բոտուլիզմը, որովհետև դա ավելի աղդի է պահածոների հետ կապված, ճիշտ է լինում են նաև այլ խնդիրներ, բայց դա այն հիվանդությունն է, որը բերում է նաև մահվան։ Բոտուլիզմը դա սննդային ծանր թունավորում է, որը ախտահարում է մարդու կենտրոնական եւ վեգետատիվ նյարդային համակարգը, իր
հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում սպորների տեսքով, որը արդեն կանաչեղենի, բանջարեղենի եւ այլ մթերքների հետ հեշտությամբ անցնում է մեր տարաների մեջ պահածացման process-ում, որտեղ արդեն լինում են նպաստավոր պայմաններ, ինքնախաթարում է տոքսինը, որն էլ հենց հարուցում է հիվանդությունը։ Բայց կներեք, բայց ինչու է բոտուլիզմը կապված հենց պահածոների հետ եւ արդյոք մենակ պահածոների հետ է կապված։ Տեսեք, կան բոտուլիզմի տարբեր տեսակներ, բայց ավելի շատ ակցենագրվում են հենց պահածոներից թունավորման դեպքերը, որովհետև այնտեղ ստեղծվում է անոտ միջավայր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում արդեն բոտուլիզմի հարուցիչի ուրեմն ձևափոխման, ինքը դառնում է վեգետատիվ ձև եւ առաջացնում է արդեն թույն։ Ինչպես նաեւ պահածոներում մենք ունենք նաեւ որոշակի թթվային միջավայր, խոսքը վերաբերում է թթու պահածոների մասին, որտեղ արդեն pH-ը թթվայնությունը 4.6-ից բարձր է, դա նույնպես նպաստում է, որպեսզի իրան իդեալական պայմաններ են այդ հարուցիչի զարգացման համար, այո։ Իսկ ինչպես կարելի է դրա հետ պայքարել, պետք է ավելի լավ լվանալ, եռացնել, չգիտեմ, տապակել, ինչ թե հնարավոր է։ Շատ լավ։ Տեսեք, եթե մենք հարցը բաժանենք երկու մասի, հա, երևի ավելի ճիշտ կլինի, եթե մենք խոսում ենք տնային պայմաններում պահածոների մասին, չկա ոչ մի եղանակ, որը կերաշխավորի դրա անվտանգությունը։ Այսինքն տնային պայմաններում, որովհետև բոտուլիզմի հարուցիչի ոչնչացման համար անհրաժեշտ են երկու հատ հիմնական պայման, դա ուրեմն 120-ից 130 աստիճան ջերմաստիճանն է եղացման միջոցով եւ արդեն մթնոլորտային ճնշումը 1.5-ից 2, որը որ գիտենք տնային պայմաններում անհնար է ապահովել։ Իսկ արդեն գործարանային պայմաններում դա իրականացվում է սարքերի միջոցով, որոնք կոչվում են ավտոկլավներ, որտեղ այդ համճնշումը համակտին անհրաժեշտ ջերմաստիճանը հնարավոր է ապահովել եւ ինքը դառնում է անվտանգ։ Օրինակ ես շատ եմ սիրում սմբուկի խավիար, բայց իմ համար ամեն անգամ դա ուտելը ստրես է, որովհետև ամեն անգամ ես դա ուտում եմ, հետո մտածում, որ հա, հեսա ես բոտուլիզմ եմ ունենալու, դա իմ դե մենք շատ կամ գնելուց առաջ, կամ աղբյուրը ճշտելուց է։ Բայց հիմնականում խանութից եմ գնում, ուզում հասկանամ, եթե օրինակ ձեր պատասխանից կարող ենք ենթադրել, որ խանութից գնացը պակաս վտանգավոր է։ Ես ձեզ ներկայացնում ստատիստիկա, առնվազն վերջի 15-20 տարին Հայաստանում գետ մի դեպք չի արձանագրվել գործոնային նախատության պահածոներից։ Բոլոր դեպքերը դրանք տնային պայմաններում պահածոացված պահածոներից են առաջանում։ Դե հիմա ես կարող եմ ասել, որ մենք հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ իրականում տատիկների եւ մայրիկների գործը բավականին հեշտացել է եւ բոլոր այն տղամարդիկ սովորաբար որ ասում են դե ես իմ մամայի սարքասն եմ սիրում կամ իմ կնոջս, միգուցե պետք չի նրանց ծանրաբեռնել, կարող գնալ ամեն ինչ գնել, ամեն ինչ ձեր մտքով ինչ որ անցնում է, արդեն վաճառվում է եւ պատրաստում են եւ փաստորեն ավելի անվտանգ է։ Այսինքն առաջին խորհուրդը տանը ոչինչ բան չպահածոյացնել։ Այո, միանշանակ առաջին խորհուրդը խուսափել տնային պայմաններում առաջին եւ վերջին, այո, իհարկե, բայց չգիտեմ, ելնելով մեր մենտալիտետից, չգիտեմ, մեր ավանդույթներից եւ այլն, եթե մենք ամեն դեպքում չեն կարողանում խուսափել այդ քայլից, գոնե պահածոները բացելուց հետո եռացնել 20-ից 30 րոպե նոր օգտագործել, բայց միանշանակ հիմա օրինակ թթու վարունգը չեն կարող անենք։ Այո, թթու վարունգը դժվար է։ Եթե մենք այնտեղ խավիարը կարող ենք։ Խավիարը կարող ենք։ Բայց մի րոպե թթու վարունգից կամ չգիտեմ թթու ծաղկակաղամբից եւս կարող է առաջանալ։ Այո, դրա մեջ ավելի շատ է, քան խավիարի մեջ։ Չես լսում, Զառա։ Չլսում եմ, բայց միջավայրը թթու վարունգի կամ ձեր ասած կաղամբի կամ չգիտեմ այլ բաների մեջ։ Ինձ որ դա դուրս է այս թեմայից։ Ոչ, հենց թթուն է ավելի կարելի ասել քաղցրն է մի փոքր դուրս մնում, թթուն ավելի թիրախային է։ Այսինքն մուրաբաները, ջեմերը դրանք ավելի Ես խոսեմ ստատիստիկա ավելի։ Հայաստանում արձանագրվում են բոտուլիզմի դեպքերը մարինացված վարունգից, մարինացված լոլիկից, սմբուկից, խավիարից, կարմիր պղպեղից, կանաչ պղպեղից, բայց էլի այդ նույն ժամանակահատվածում չի եղել օրինակ մուրաբաներից, որտեղ այնտեղ շաքարի քանակությունը բարձր է, որը արդեն խոչընդոտում է բոտուլիզմի հարուցիչի զարգացման, այս նշեցի չէ, որ այնտեղ թթվանության 4-6-ից պետքա բարձր լինի։ Պարոն Պապոյան, իսկ եթե թթուն օրինակ պահածոյացված չէ, այլ չգիտեմ, տակառի մեջ է, այդ թթուն դրա մեջ է կարող է բոտուլիզմ լինել, թե անպայման պետք է նա փակված լինի, որ այդ միջավայրը ստեղծի։ Շատ լավ հարց եք տալիս, ինքը էլի մի քիչ խնդրահարույց է, այն իմաստով, եթե օրինակ տակառի մեջ դնում են հիմնականում
կոպիտ ասած մալականի թթուները, ճիշտ է, վերևի շերտերը ինքը շփվում է օդ հետ, այնտեղ անոթ միջավայր չի առաջանում, բայց այն ներքևի շերտերը, երբ որ մենք իրան սխմում ենք, բան ենք անում, այնտեղ արդեն մենք ենք ստեղծում անոթ միջավայր, որը էլի կարող է առաջանալ, բայց ոչ այդքան, ինչքան որ պահածոյացած, այսինքն փակված այն կափարիչով։ Սենց ասեմ, վերևի հատվածների համար չէ, որտեղ շփվում է օդի հետ, բայց արդեն ներքևի հատվածների հետ խնդիր լինում է։ Որոնք են առաջին ախտանշանները բոտուլիզմի հետ կապված եւ ինչքան արագ պետքա դիմել բժշկի։ Ախտանշանները էլի բաժանեն երկու մասի, կլասիկ, այսինքն որ բնորոշ են բոլոր սննդային թունավորումները, դրանք գլխացավ, գլխապտույտ, սրտխաղնոց, փսխումներ եւ այլն, իսկ բոտուլիզմը ունի իր սպეციფიկ կլինիկաները, դրանք են տեսողության խանգարումը, երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը, ռնգախոսությունը, այսինքն դրանք այն հիմնական ախտանշաններն են, որոնք որ բնորոշ են հենց բոտուլիզմին։ Բայց անելանելի, այսինքն բուժում կամ, չգիտեմ, կյանքը փրկել, եթե արագ դիմել։ Անելանելի չէ, տեսեք, առհասարակ գրականության մեջ ու Հայաստանում էլ հանդիպող դեպքերը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ բոտուլիզմը առաջանում է օգտագործումից 2 ժամից մինչև 12 օրերի ընթացքում։ Անգամ 12 օր։ Այո, ընդհանուր միջև լինում են դեպքեր մինչև 30 օրերի ընթացքում, այսինքն երբ մենք ունենում ենք այսինքն թվարկած ախտանշանները, անպայման մենք պետք է դիմենք բժշկական օգնության։ Եթե ինչքան շուտ մենք դիմենք, այնքան ավելի դրական ելք կունենանք։ Իսկ արդեն ինքնաբուժումով զբաղվելը առհասարակ ցանկացած հիվանդության դեպքում ինքը վատթարացնում է համընթացքը, համ էլ արդեն բերում է ոչ այդքան էլ նորմալ ելքի։ Դե ինչ, փաստորեն ունենք երկու խորհուրդ՝ տանը աշխատել չպահածոյացնել, թթուների մեջ ավելի շատ է ուրեմն այդ ամենի արկայությունը հաստատ, քան օրինակ այնտեղ որտեղ որ շաքար է օգտագործված, եւ եթե հանկարծ ինչ-որ բան զգում եք ձեր մոտ, դուք եք զգում կամ ձեր հարազատներ, բարեկամներ, պետք է միանգամից դիմել եւ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Իսկ ինչպիսի ստատիստիկա կա, տարեկան ինչքան ունենք մենք։ Տեսեք, ես հիմա ձեզ ներկայացնեմ միջև այսօրվա դրությամբ, այս տարի արձանագրվել է բոտուլիզմի 10 դեպք, անցած տարի նույն ժամանակահատվածում 10 դեպք, որից մեկը եղել է արդեն մահվան դեպք։ Այսինքն մենք առնչվում ենք նաև մահերի հետ։ Ինչքան ժամանակ կարող ենք պահածոն անվտանգ ձևով պահել օրինակ սառնարանում, եթե արդեն բացել ենք։ Տեսեք, որպես այդպիսին պահածոն հանդիսանում արդեն պատրաստի սննդամթերք ու առհասարակ ցանկացած սննդամթերք, եթե ինքը արդեն պատրաստված է, իրան պետք է մենք մաքսիմում կարճ ժամկետներում պահենք, այսինքն բացենք, օգտագործենք կամ գնենք, պատրաստենք այն քանակով, որը որ մենք ուտենք, վերջացնենք, որովհետև դա ամեն անգամ տաքացնելը, սառացնելը իր մոտ առաջացնում է արդեն այլ մանրային խնդիրներ, որը որ կբերի, ճիշտ է, բոտուլիզմի չի բերի, բայց կհանգեցնի այլ հիվանդությունների, այսինքն մենք այդ չափաբաժինների հանդեպ եւս պետք է լինենք ուշադիր։ Տեսեք, մոտենման նոր տարիդ մենք էլի խորհուրդ ենք տալիս, չէ՞ որ ասենք այդ թարմաթերքներ, բանջարեղեն եւ այլն մաքսողության հետ կապված, նաեւ ասում ենք գնեք հստակ քիչ չափականքներով, որպես այդ սննդամթերքը մենք ստիպված չլինենք 1 օր տաքացնել, 2-րդ օր տաքացնել, 3-րդ օր տաքացնել, այսինքն որ այդ խնդիրներից մենք կարողանանք խուսափել։ Ես որպես թթույասեր հասարակության ներկայացուցիչ ուզում եմ հարց տալ ձեզ։ Պահածոյացված ուղղակի ունենք թթու, որը որ աղի մեջ են պատրաստում եւ ունենք, որը որ մարինացված է, այսպես ասած, քացախ, շաքարավազ եւ այլ ինչ-որ լույժ բաներ։ Որն է ավելի վտանգավոր բոտուլիզմի տեսակից։ Աղի միջավայրը հստակ աղի միջավայրը, հստակ անոթ պայմանները։ Դե անոթ պայմանները երկուսի դեպքում, բայց եթե մարինացված է այնտեղ կա շաքար, միգուցե այնտեղ։ Տեսեք, այդ շաքարը, որ մենք ասում ենք, ես եմ ցանտեղ տեխնոլոգիային, որ չգիտեմ 1 կիլոգրամանոց բանկայի մեջ լստում են 1 ճաշի քթալ շաքար կամ բան, մենք տնային պայմանում վստահ չենք կարենենք, որ թթվային միջավայրը խախտեցինք, պահպանեցինք եւ այլն, այսինքն ամեն դեպքում այդ միֆերից մենք պետքա ձեռք ազատվենք ու գնանք արդեն ավելի պրոֆեսիոնալ ճանապարհով։ Միանշանակ նախընտրելի է գնել խանութներից կամ եթե նույնիսկ բանա, մենք կարող ենք, չգիտեմ, այդ թթուն նույնպես մարինացնել, հա, ասենք չփակվելով էմալապատ տարաների մեջ, որն այնտեղ անոթ միջավայր չստեղծվի, եթե նույնիսկ այդ մեր բանջարեղենի վրա կա հարուցիչը, որ ինքը չկարողանա այնտեղ զարգանալ։ Այսինքն դա անգամ եթե տանն է մեծ տակառների մեջ աշխատենք չանենք, եթե դա դույլ է բարբերաբար միգուցե խառնել, որ վերևինը բարձրաներք է, որ թթվածինի հետ ունենա կոնտակտ։ Խառնելն էլ տեսեք, առհասարակ երբ որ լինում է այդ իմ ասած նպաստավոր պայմանները,
ինքը սկսում է առաջանալ 1 օր հետո, այսինքն ինքը 24 ժամ հետո արդեն սկսում է ախադրել այդ տոքսինները։ Երբեք չենք իմանա, թե երբ կարող է առաջանալ։ Բայց մրգերից եւ քաղցրից խոսեցինք, որ ավելի նվազեցնում է, բայց ես հիշում եմ դեպքեր, երբ որ ծիրանի հյութից մասնավորապես, բայց ոչ թե ծիրանի կոմպոտից, այլ հենց պահածոյացված հյութից, պարբերաբար լինում էին դեպքեր։ Դա իհարկե տարիներ առաջ էր, հիմա տնային պայմաններում փակած այդ հյութերը։ Ես իրականում չգիտեմ այդ ինֆորմացիան ձեզ որտեղ է, բայց ես վստահաբար տիրապետում եմ ու վստահաբար ասում եմ այդ կարգի բաներից աղնամասն Հայաստանում դեպքեր չի արձանագրվել։ Թթուն է ամենա։ Այո, նշեցի կարմիր պղպեղ, ամենասիրված, վարունգը, ծաղկակաղամբը, Շուշանի թթուն, մալականի թթուն, այս կարմիր պղպեղն է կարելի պատրաստել եւ միանգամից ուտել։ Այո, այսինքն փոքր չափաբաժնով, չգիտեմ, մի քանի օրվա համար պատրաստել, ասենք էմալապատարայի մեջ դնել, որպեսզի այնտեղ անոթ միջավայր չլինի, օգտագործել, նորից պատրաստել, այսինքն այդ մեխանիզմով գնալ առաջ, պետք է դենց պահածոացնել, ամիսներով պահել, փակել, ինչ որ 3 լիտրանոց բանկաների մեջ։ Վիզուալ կարող ենք հասկանալ, օրինակ կափարիչը մի քիչ ավելի ուռած է կամ տեսեք, բոտուլիզմի դեպքում վստահաբար ոչ ինքը ոչ փոխմայա գույնը, ոչ համը, ոչ հոտը, ընդհանրապես ոչ մի բան հնարավոր չի։ Տեսողական համատեքստում հնարավոր չի տարբերակել։ Իսկ քիմիական ինչ որ ձևով, օրինակ, չգիտեմ, ինչ որ բան ես կաթացնում մեջը եւ գույնը փոխում է եւ դու հասկանում ես, որ շատ լավ կլիներ անկեղծած, բայց դա իրականում լաբորատոր պայմաններում, այսինքն դա իրականացում է մի քանի օրի ընթացքում, այսինքն դա տնային պայմաններում եւս անհնար է։ Դրանց են անում։ Տեսեք, մենք որ իրականացնում ենք այդ բոտուլիզմ աղթական ախտորոշման բոլոր դեպքերի համաճարակաբանական հսկողություն, այսինքն մենք համվերցնում ենք կեսանմուշները, համվերցնում ենք սննդի մնացորդը, անում ենք լաբորատոր ուսումնասիրություններ ու դա տևում է որոշակի ժամանակ, այսինքն էքսպրես թեստերի միջոցով անհնարելի է, դա Դե ինչ զգուշ եղեք, եւս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս գնել այդ ամենը խանութներից, սուպերմարկետներից, որովհետեւ այն պահածոները, որոնք որ պատրաստվում են գործարաններում, ավելի ապահով են, եւ ավելի անվտանգ են, քան այն պահածոները, որոնք որ պատրաստված են տանը։ Շնորհակալություն պարոն Պապոյանին, խոսք ենք տալիս ձեզ եւս մեկ անգամ կանչենք նոր տարուց առաջ, որ մի քիչ մեր ժողովրդին հորդորենք ուրեմն 10 կիլոգրամ դույլերով օլիվիե աղցան չպատրաստել 14 օրվա համար եւ այլն։ Ինձ թվում է, որ մեր հանդիպումները կլինեն այնպիսի հանդիպումներ, որոնց հետո մարդիկ այլ ավելի առողջ կլինեն։ Եվ այլ ավելի շատ կհետևեն իրենց հիգիենային, որովհետեւ դա ուղիղ կապ ունի մեր առողջության հետ, եւս մեկ անգամ շնորհակալ ենք, հիշեցնենք մենք հյուրընկալել ենք Առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ հիգիենիստ Արայիկ Պապոյանին։ Իսկ հիմա գնում ենք դիտենք գովաստ։ Գնում ենք դիտենք գովաստ եւ եթե տան ունեք ինչ որ պահածոներ պատրաստված, խնդրում եմ դրանք նետել աղբաման։ Գովաստ շանթի եթերում։ Վերադարձանք տաղավար, քանի որ թթվի թեմայի հետ կապված ես մի քիչ նեղվել եմ։ Ուզում ես մարսես այդ ինֆորմացիան։ Ուզում եմ մարսեմ այդ ինֆորմացիան եւ ինձ ինչպես կյանքի տարբեր этаպներում, այնպես էլ այս этаպում, չէ, երաժշտություն։ Ժամանակ եւ երաժշտություն։ Լավ երաժշտություն ինձ միշտ օգնում է։ Լավ, գնանք թթվի ուրեմն խնդիրները մարսելու լավ երաժշտության ներքո։ Մնացեք մեզ հետ։ Վերջացել է արդեն քո կյանքի ապագա Չի կանչում քեզ Վերջացել են արդեն երազներոդ համար Երազներոդ թվար Չի լինի քեզ Քեզ էլ ոչ մի բան դա է մեր սիրո ճամփա
ամենից Քեզ եմ տեսնում Ես դեռ քեզ եմ տենչում Բայց ես քեզ արդեն էլ չեմ սիրում Վերադարձդ կրկին Մոլեգնեց իմ հոգին Ամարվա շոքին Վերադարձդ կրկին Շատունայն էր խրթին Օրերի դեմքին Դա էր մեր սիրո ճամփան Դա էր նորից մեզ հանգրվան Դա էր քո շպիտը տակ Քո աչքերը հոգնած Քո երազը վարված Օրթանձրև պաղ երկինք Բաց տանիք որոտում են ինձ Քեզ եմ տեսնում Ես դեռ քեզ եմ տենչում Բայց ես քեզ արդեն էլ չեմ սիրում Ճանչում բայց ես քեզ արդեն չեմ սիրում Վերադարձանք տաղավոր, ես ըս երկից մի քիչ տխրեցի, ես որդուն շատ էի սիրում Տխրեցիր, երկից տխրեցիր, եթե տխուր ես, ինչ է պետք անել, քաղցր է պետք ուտել Այո, որովհետև դոֆամինին շատ լավ օգնում է և խթանում է, իսկ ես ունեմ հիմա դոֆամինի կարիք, ժամանակն է քաղցրած կարիք Նաև կարիք Կարիք և պակաս Լիկան է գալիս օգնությանը և համոզված եմ, որ դոֆամինիտ պակասը հիմա կլրացնի Այո, գնացինք Դոլչե Լիկա Քաղցր էջ Այս անգամ փորձարկում ենք YouTube-յան բաղադրատոմս յոգուրտային բիսկվիտ Գնացինք, առանձնացնում ենք սպիտակուցը և դեղնուցը Երեք ձևի սպիտակուց հարում ենք մի փոքր լիմոնի հյութ իթեի գտալ Վանիլ Շաքարավազ Արեցինք Այ այսպես, շատ չհարել
Տերնոցը հարում ենք, ավելացնում ենք հունական յոգուրտ առանց համի, նետրալ, 250 գրամ և 40 գրամ օսլա։ Ամբողջը խառնում ենք և միացնում ենք երկու զանգվածները միասին։ YouTube-յան բաղադրատոմսը ինձ մի քիչ տարօրինակ է թվում, այստեղ ալուր չկար գրված, ես 30 գրամ կավելացնեմ։ 3 փուլով միացնում ենք, լայվ խակ, Հարյուր 75 վերևներքեք խեցին։ Լավն է։ Եթե ես 30 գրամ ալուրը չանեի, չէր ստացվելու, բայց մի բան ստացվեց։ Տեսնենք ինչ նախ պետք է թողնեք ֆորմայի մեջ մինչև սառի, բայց ես հանեմ։ Ուրեմն կան յուղաթուղթեր, որ հարկավոր է յուղել։ 1. Երկրորդը տանը որպես պլեյտ, ջեմով եւ այլն կարելի է, բայց որպես բիսկվիտ այստեղ ահագին մշակելու գործ կա։ Համը հրաշալի է, ես մի կտոր փորձել եմ, անկեղծ ասած թաքուն փոկել եմ կողքից, հետաքրքիր ունի այդ յոգուրտային թթվասերային համը կա։ Սա որպես պլիտ, ջեմով, կարող եք պատրաստել։ Այսպիսի յոգուրտային բիսկվիտ, որի մեջ ալյուր չկար, բայց Լիկան մի քիչ ավելացրեց ամեն դեպքում։ YouTube-յան բաղադրատոմսի մեջ չի եղել, բայց քանի որ գործի վարպետ է Լիկան, հասկացել է, որ ինչ-որ մի բան այն չէ, և մի քիչ ալյուր տվել է։ Լիկային որ տեսնեմ կհարցնեմ, համեղ էր թե ոչ։ Ուրբաթ օրը ես տեսնելու եմ կհարցնեմ։ Ես էլ եմ տեսնելու։ Всё, ժամադրվում ենք Լիկայի ուրբաթ օրը բաց թողեք մեր ուրբաթօրյա եթերը, իսկ հիմա արդեն այստեղ է ով։ Մեր գործընկեր, մարզիկ, սննդաբան, բոդիբիլդեր Մանո Բրուտյանը արդեն իր տաղավարում է և շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու, քանի որ խաշի սեզոնը, այո, իր բուրըն ընթացքի մեջ է և շարունակում է մնալ այդ ընթացքում, հասկանանք սխտորով, լավ բրդած, լավաշով, այո, վրայից բող, գազով, ջուր, Թթու, դու խաշից մենակ թթուն ես սիրում, ես էլ ողին։ Լավ, տեսնենք թե Մանոն ինչ է սիրում և միֆեր կան խաշի շուրջ շատ, փորձենք այդ միֆերը այսօր բացահայտել։ Մանո, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, բարի լույս ես։ Ինչպես ես։ Մենք պարկ ասո շատ լավ, դուք ինչպես եք։ Մենք էլ ենք լավ։ Մանո, խաշ սիրում ես թե ոչ։ Ես ընդհանրապես չեմ ուտում, ճիշտ ասած, չեմ կարում դանեմ իր համը։ Փաստորեն Մանոն չի ուտում, ես չեմ ուտում, Զարան չի ուտում, բայց հարցը արդիական է։ Լավ, Մանո ջան, պատմիր մեզ մի քիչ այդ ուտեստի մասին առհասարակ, օգտակար է չէ, որտեղ շատերը ասում են օգտակար է եւ առհասարակ այդ արարողությունը չէ, որ դա միայն խաշը չէ։ Այնտեղ կա նաեւ բող, օղի, գազալցավորված, ուրեմն միներալ ջուր, ծիծակ, չգիտեմ, սխտոր, աղ եւ այլն։ Մանո, Մանոն եւ խաշը, այսպես կոչենք այսօր։ Շատ շնորհակալ։ Մեր օրը։ Երկուսը մեկում, հա։ Ուրեմն ինչպես ասեցիք, դա ինքը ավանդական ինչ-որ ջաշ է։ Ինձ թվում է ավելի շատ մարդիկ էդի ավանդույթը բերել են, որ իրար հետ հավաքվեն, ընտանիքը հավաքվի, կամ ընկերները հավաքվեն, ինչ-որ զրուցեն։ Ինձ թվում է ավելի շատ այդ միջավայրն է իրան, այդ խաշի պատրաստման ձևը կամ արարողությունը, այդիա մարդկանց ձգում էլի դեպի այդ ուտեստին։ Բայց եթե հասկանանք մոտավորապես իր ուտելիքի բաղադրության մասին, թե ինքը ինչեր է բարունակում, ավելի շատ ես կասեի ինքը ավելի շատ վատ կողմեր ունի, քան իր լավ կողմերը։ Իր լավ կողմերից կարամ ընդամենը մի բան ասեմ, որ ինքը ասենք կոլագենային շատ բարձր բաղադրություն ունի, որը կարևոր է մեր հոդերի համար, բայց սենց մի անգամից էլ հագարակը ասեմ, իր վատ կողմերից սկսեմ, ինչի համար, որովհետև նայեք
մի բաժին խաշը, մոտավորապես ասենք որ լինում է 300-ից 400 միլի, ասենք մի բաժին այդ կարագարի ջուրը, մոտավորապես սենց ասեմ, 350-ից մինչև 450 կիլոկալորիա է ինքը։ Իհարկե գաղված բադադոմսից, թե ինչ էր մեջ ավելացած, պլուս ինչ ենք ավելացնում վրեն, Սխտոր, Լավաշ, Աբրեկ, նայեք, սխտորը դենց կարողականության մասին չեմ ասում, բայց լավաշը, աբրեկ, իհարկե այնտեղ բարձրացնում է կարողականությունը, երկրորդ հերթին կարևորը ինչն էր, որ ասեցիք, աղը, սոդիումի բարձրը, օքեյ, հետո ինչ է գալի հետը մտնում, օղին, աբրեկ, հետո ասեք ով որ օղի չի խմում, բարդատի հետո որպեսզի մարսի գազավորած խմիչքներ, չէ, որ շատ կարաբարունագում, այդ ամբողջը արդեն դառնում է ինչ աղետ։ Այո, մարդու համար դառնում է աղետ։ Այսինքն մերակ չեն խոսում կարողության մասին, այլ իր մեջի բարունագությունից արդեն խոլեստերինի եթե խնդիր ունես, դա քեզ վնասելու ավելի շատ, եթե ունես ջնջման խնդիրներ վնասելու, ինչ համար աղի բարունագությունը շատ է, սրտանոթային խնդիրներ եթե ունես բեկ չի, ջարբոտ լիարդ եթե ունես քեզ բեկ չի, եթե ունես ստամոքսի խնդիրներ, գլնի խոց, գլնի գաստրիտ, հաստատ բեկ չի, այդ ամեն ինչը միքսել մի դեղում, որտեղ հաստատ ասեմ ձեզ ինքը բերելու է շատ մեծ խնդիրների ձեզ։ Ուրեմն, երբ որ դες, նայեք, մոտավորապես մտցնում ենք հետը իր օղին, չէ՞։ Մի բաժակ օղին ինքը բարունագում է 110 կալորիա։ Մինիմում մենք խմելու ենք 3-ը, չէ՞, այն հայկական ավանդույթով։ 3 բաժակը խմելու ենք։ Շատ աստված, այո։ Դե մինիմումն եմ ասում ես։ 3 բաժակը խմեցինք, այդ քեզ 330 կալորիա ստացան գնդեից։ Ինչա, մեր մարմինը օգտվելու է օղիի կալորիաներից, ինչ համար դեպ իրանք դադար կալորիաներ են, որ մարմինը ավելի հեշտ է էդի յուրացնի, քան այդ խեղճ խաշինը, այսինքն օղիի կալորիան յուրացրեց, խաշը մնաց փորիդ մեջ։ Այսինքն սիրուն ջարբոդվավ, եկավ հավաքվավ վրեց։ Okay։ Անգամ եթե քիչ է, օրինակ տարվա մեջ 2 անգամ է ուտում սեզոնին խաշի, անգամ այդ դեպքում է ինքը աղետ, թե եթե քիչ են ուտում, ոչինչ։ Խաշը աղետ է։ Տիգրան Պետրոսյանի երգը հիշեցի, որ խանդը աղանդ է։ Խաշը աղետ է։ Լավ, 2 անգամ սեզոնում կարելի է։ Նայեք, շատ ճիշտ բան ասեցիք, ինչպես որ ես միշտ ասում եմ, կարևորը տեսակը չի, կարևորը չափն է։ Հիմա մենք եթե էդի սարքում ենք ձմեռվա սեզոնին, այսինքն մի անգամ կամ 2 անգամ, դա իհարկե մեզ վնաս չի դա, բայց եթե գրգռում ենք, չգիտեմ, ամեն շաբաթ, դա արդեն իհարկե մարմինի համար ինքը լրիվ աղետ է, so շարժվեք չափով, այլ ոչ թե ինչ որ ուտում եք, այդ կարևորը չափն է, okay։ Ինքը, սենց ասեմ, մի դրեք ձեր մտքի մեջ ու ասեք հոդերի համար լավ, էսա, այնա, չէ, դրա դեղը գարակ ընդամենը, չգիտեմ, մի կտար փոշի կոլագենը խմեք եւ իր աստեցությունից ավելի շատ ունենալու եք, իհարկե, մեկ է չմոռանանք իհարկե, բանի վրի գտնված ջարբներն է ինչ կան շատ, չէ՞։ Ասենք այդ միսի վրան ինչքան ջարբ կա, դա է կարևոր, թե ինչքան քեզ խնդիր կարաբաճարի այդ ջարբը։ Վերջը ես ճիշտ եմ հասկանում, որ խաշը ավելի շատ վնասակար է, քան օգտակար է։ Քան օգտակար, եթե շատ են ուտում։ Ընդհանրապես եթե ուտում ես, անգամ այդ ուտելու պահին է ինքը ավելի շատ վնասակար, քան օգտակար։ Ես ինչի եմ հիշում, որ դուք շատ եք սիրում խաշ։ Ես բացարձակ, ես կյանքումս մի անգամ խաշ կերես, օքանչեր պատրաստ է, քիչերում մահանա, էլ չկերա։ Այո, չէի կարա, նոր ամուսնացած էի, այո, տենց համոզեցին, բայց էլ չեմ ուտում, այսինքն միջև էլ չեմ կերել, չեմ սիրում։ Իսկ կա տարբերակներ, ինչով կարելի է փոխարինել, այ ասեցիք մեկ գտալ կոլագեն կարող ենք ուտել, իսկ եթե դա ճաշի այսպես ասած տեսակ է, որը որ կարող է լինել համ համեղ, համ մսով պատրաստված, համ առողջարար կամ օգտակար։ Խաշի, ո՞րն է խաշի ալտերնատիվան, այսպես ասենք։ Դե ինչպես ասեցի կան փոշի տարբերակները, այսինքն հավելասնունդները։ Հա, դե փոշին է, իսկ որպես ուտես։ Ուտելիք, ճաշ։ Որպես ուտելիք տենց բացր կոլագեն բարունագող չէ, այսինքն garanք գիտեք ինչ կա, այդքան այդ ջուրը, այդ միս հետի եղած չեղածը քչացնենք, զուտ մենակ միսը ուտենք, մեկ անդեց արդեն կոլագենը ստանում ենք, ինքը արդեն ամենաթութուն էրա կոլագենը, ամեն ինչ ծեր, մսից ծեր, բանից մենք ստանում ենք այդ ամեն ինչը։ Okay, զուտ ասում եմ, էդի հնուց եղած բան է, որ ասում են էդի գեր, որ հոդերիդ լավ լինի։ Բայց sense բան կա, այդերը քիմի հասելու, ասում են մեր բաբերը դադեր ուտում էին, դուք ձեզ մի համատեք ձեր բաբերի դադերի հետ, ձեր բաբն ու դադը արավոտ 5-ից կես զարտել է, այդ խաշը գերելա գնացել է արդը հնձել է, մինչև ժամը 4-5-ը արևնամուտին վերադարձել է դուն, այսինքն ինքը շարժվել է։ Իսկ չեմ կարծում, որ հիմիկվա 99% որ արավոտը խաշը ուտեն ու գնան արդը հնձեն, ամբողջ օրը աշխատեն։ Դա էլ է արարողության մի մաս, որ խաշը ուտում են, հետո գնում քնում են։ Այո, իհարկե, որտեղ հնարավոր չէ։ Հետո խորոված են ուտում։
Խորոված, հետո ձվածեղով պամիդոր եւ պամիդորով ձվածեղ։ Իսկ փաստորեն, եթե դե հիմա մարդ ես, ինչ որ մեկը նոր ամուսնացել է, զոքանչ առաջի անգամ քաշ է պատրաստել եւ հնարավոր չէ չուտել կամ չգնալ։ Ինչ անել։ Լավաշ քիչ գցել, ջուրը չխմել, աղ մի քիչ օգտագործել, միսը մենակ ուտել, որ ոչ մեկ չնեղանա։ Այդպես ճիշտ կլինի։ Կամ միայն օրինակ ջուրը ուտել։ Խմել։ Նայեք, երկուսն էլ շատ լավ առաջարկներ տվեցիք, այսինքն չօգտվել այդ կողքի եղած չեղածից, այսինքն օղին այդ գազովրած խմիչքը լավաշի հետ մի գոմ թողենք, մենակ իրան ուտենք, այսինքն մենք ստանանք մոդավորապես այդ ասի մի բաժինից 300-400 կալորիա։ Էլ օքեյ ենք, հասկացաք, ամեն որ ասեցիք նոր ամուսնացած, այսինքն երիտասարդոտ է, չէ՞։ Այո, երիտասարդոտ, նոր ամուսնացած երիտասարդոտ։ Աբրեք, էդի մեծ կապ ունի հարգի Մարսողոտյան հետ, նայեք, ես միշտ ասել եմ 30 տարեկանից հետո մեր Մարսողոտյան խնդիրները սկսում են, մեր մարմինը դառնում ավելի դժվարամարս ամեն սնունդի հանդեպ։ Երիտասարդն ինքը գարամարսի, խնդրեմ որ ինքը հելնի, հաշից հետո չետա քնելու, զոկանչի դունը, դու հետա դուրսը քայլի կամ չգիտեմ, գրոնը թողվերցի հելեն մաքուրոտի եւ քայլի։ Զոկանչի այգին թող գնա եւ Գործանի, փորի, ծառերը էտի, մի բանանի, այո։ Տերևները հավաքի, բայց չվառի, որովհետև տուգանվում են։ Եթե փող ունի, կարող է վառել եւ տուգանքը վճարել։ Հարուստ փեսաներ։ Եվ իհարկե առաջարկեմ, որ սխտորի չափազանցությունն էլ է վատ, էլի։ Այդ դրա մասին մոռացանք ասել, ասեք, եթե մի հատիկ կամ երկու հատիկ սխտոր է լինում, դա օքեյ է։ Մի քիչ հեշտացնում է մարսողությունը խաշի հետ, բայց դրանից ավելն էլ արդեն էլի գբերի ստամոքսի խնդիրների։ Այսինքն եթե ունեք, սենց ասեմ, կոնկրետ խոց, գաստրիտ, ինչ որ դենց մի բան ստամոքսի մեջ, ընդհանրապես փորձեք չօգտվել այս ամեն ինչից։ Դա խորհուրդ ուղղակի։ Շատ շնորհակալություն Մանոն, հետաքրքիր եւ շատ կարեւոր խորհուրդների համար եւ առհասարակ եթե օրինակ խաշը կերել, պետք չէ նստել հետո հանրային տրանսպորտ։ Համաձայն եմ, սխտորի հոտը կամ գնալ աշխատանքի։ Կամ գնալ աշխատանքի, այո։ Մանո ջան, շատ շնորհակալություն, Մանոին բաց թողենք եւ մենք շարժվենք առաջ այս պահին գովազդ, գովազդից հետո մնացածը մնացեք մեզ հետ։ Այո, հետաքրքիր է լինելու։ Վերադարձանք տաղավար, շարունակում ենք թողարկումը եւ ինչպես սկզբում էինք ասել, այսօր մեր տաղավարում հյուրընկալում ենք Մինասին, հայ սուպերստար 6-ի ֆինալիստ, նա այս օրերին Հայաստանում է ու գործընկերների նման պատրաստվում է Լոս Անջելեսյան համերգին։ Պատրաստվում է, ապրում է, չգիտեմ, զբաղվում է իր գործերով։ Մինաս, բարի լույս։ Ինչպես ես։ Հրաշալի դուք ինչպես։ Մենք էլ ենք լավ եւ էլ լավ ենք որ դու միացել ես մեզ։ Հարց, որը հուզում է ինձ եւ շատ-շատերին, անունդ փոխել ես արդեն паспортով, թե դեռ ոչ։ Ճիշտն ասած բոլորն էին հարցնում, շատերն էին հարցնում, բայց դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, ժամանակը կգա։ Պետք է, ես թեմայի մեջ չեմ, կներեք։ Պատրաստված չես եկել եթերի, Զարա։ Մինասի անունը Մինաս չէ։ Նա Մինասյան է։ Հասկացա։ Ուշադիր չես։ Խաշի մասին ավելի շատ բան գիտես, քան Մինասի։ Ամանչում եմ քո համար, կարմրում եմ եւ շարունակում ենք առավոտյան եթերը։ Մինաս, լավ, դա էական չէ այդքան, նախ արի հասկանանք ինչ փոխվեց քո կյանքում սուպերստարից հետո, երբ որ այդ բեմից իջար, սենց արեցիր, եւս մեկ անգամ շնորհավորեցիր Արեգին եւ Ինչ փոխվեց։ Ինչ փոխվեց։ Ճիշտն ասած, առաջին հերթին երևի կնշեմ, որ ես ավելի մեծ ճանաչում ստացա Հայաստանում, որովհետև մինչև այդ ելույթ չեմ ունեցել Հայաստանում, հայկական բեմերում։ Մեծ ձեռքբերում էր ինձ համար համալիրի բեմում ելույթ ունենալը, որովհետև չունենալով ինչ-որ ռեգալիաներ, միանգամից ելույթ ունենալ համալիրի բեմում ոչ բոլորին է չգիտեմ ոնց ճիշտ ասեմ։ Հնարավորություն ոչ բոլորն են ստանում։ Թերևս ձեռքբերումներն են։ Իսկ ճանաչելություն օրինակ փողոցում մարդիկ ճանաչում են, երթուղային մարշրուտկայում անվճար է երթևեկում, չգիտեմ, շուտ հաճելի բաներ։ Սնիկերս են խանութում նվիրում, ծաղիկներ եւ այլն, այդպիսի։ Չէ, ծաղիկներ դեռ չեն նվիրել։ Անվճարել չեմ երթևեկում, բայց ճանաչում են, իհարկե, շատ հաճելի է, մեկ-մեկ ամաչում եմ, ճիշտն ասած, բայց դա հաճելի ամանչակ է, այո։ Դուք Մինասի հետ ավելի մտերիմ եւ երկար ժամանակ եք շփվել։ Իսկ ես որպես հեռուստադիտող եմ հետևել նախագծին եւ շատ լավ հեռուստադիտող։ Քվեարկել ես Մինասի համար անգամ։ Խոստովանիր։
Էսա պրովոկացիա։ Մեր կյանքը ամբողջ մեր կյանքը պրովոկացիա։ Չէ, ես շատ ուշադիր հետևել եմ նախագծին եւ ինձ հետաքրքիր է ոնց եղավ մասնակցությունը, որովհետեւ հայ սուպերստարը շանթի մյուս նախագծերը միշտ այդպեսի տենդենս են բերում, որ օրինակ արտերկրից մեր հայրենակիցները գալիս են, դա էլ է ուրախանալու առիթ եւ դա էլ է մեր համար ձեռք բերում։ Այ ոնց եղավ ձեր որոշումը մասնակցել։ Նախկինում տենց ցանկություն եղել այսա առիթ էր։ Իրականում տարբեր մրցույթների արդեն մասնակցել եմ, բայց արտերկրում, թե Ռուսաստանում եղել եմ Բելարուսի X Factor-ի ֆինալիստ եւ այլն, Հայաստանում ունեցել եմ ցանկություն մասնակցել, որովհետեւ հասկացել եմ, որ այստեղ ինձ կընդունեն, որովհետեւ այսպես ասած չի լինի ազգային խտրականություն, որը եթե ես բախվել եմ միշտ, երբ որ տեսա, որ սկսվել է հայտագրումը, առանց մտածելու ուղարկեցի հայտը, պես որոշեցի մի անգամից գալ Հայաստան մասնակցել, փորձել, չէի պատկերացնի, որ կհասնեմ մինչև այսպես ասած եզրափակիչ, մինչև վերջ։ Բայց ինչ սովորեցիք նախագծից, ինչ տվեց նախագիծը, թե բնավորության գծերի առումով կարող ենք խոսել եւ թե հենց մասնագիտական ինչու ոչ։ Մասնագիտականը միանշանակ դա փորձն է։ Ինչը վերաբերում է բնավորության գծերին, չգիտեմ ճիշտ ասած ինչ վերցրեցի, ամեն դեպքում ինչ որ բան փոխվել է իմ կյանքում, ես աճել եմ որպես մարդ, սովորել եմ լինել համբերատար ինչ որ բնագավառներում, ինչ որ դեպքերում, երևի այդքան է։ Մինաս, ասացիր ազգային խտրականություն, խնդրում մանրամասնի որտեղ է դա եղել եւ ինչ էր դա, այսինքն մարդիկ տեսնում են, որ դու տաղանդաշատ ես, հասկանում են, որ դու կարող ես հաղթել, բայց քո ազգանունի վերջավորությունը խանգարում էր քեզ կամ դեմքդ։ Ինչպես է դա եղել։ Չգիտեմ դեմքը խանգարել է թե չէ, բայց իմ ազգանունը միանշանակ, որովհետև բախվել եմ այդ երևույթի հետ Բելարուսի X Factor-ի ընթացքում, երբ որ ես արդեն ֆինալի մասնակից էի, բայց վտանգավոր գոտում հայտնվեցին երկու հայ ազգի ներկայացուցիչներ, ես եւ Էլեն Բադալյանը, որը նրա մասին էլ երևի լսած կլինեք, մեզնից մեկը պետք է մնար եւ ուղիղ եթերի ընթացքում որոշեցին, որ ես լքելու եմ նախագիծը, լինելով ներքին խոհանոցում տեսնում էի, որ կար սցենար, գոյություն ուներ սցենար, որ իսկ հետո արդեն անալիզ անելով հասկացա, որ հայերից ինչ որ մեկը պետք է լքեր նախագիծը, որովհետև շատ են 1 քառակուսի մետրում երկու հայ չպետք է լիներ եզրափակիչում։ Այո։ Դե էլի լավ է, որ գոնե կիսաեզրափակիչում, հա, Էլեն էլ հետո վերջում դուրս մնաց, բայց ուզում ասեմ էլի վատ չի, բայց դե հա, դա խանգարում է, թե ուժեղացնում է, ինչպես Նիցշեն ասել է այն ամեն ինչ, որ մեզ չի սպանում, մեզ դարձնում է էլ ավելի ուժեղ։ Համաձայն ես։ Համաձայն եմ լիովին, որովհետև երևի եթե ես հաղթեի, այդ հաղթանակը ինձ ոչ մի բան չէր տա։ Իսկ այս երևույթը հասկացրեց, որ կանգ առնել պետք չի, պետք է գնալ առաջ։ Երևի դա դարձավ պատճառ, որ ես մտածեմ հայրենիք վերադառնալու մասին, ես հասկացա դրանից հետո, որ ես պետք եմ այնտեղ, որտեղ որ ծնվել եմ։ Եվ այդպես որոշեցի վերադարձա։ Մարիամը մեզ ասաց, որ ինքը ուզում է, պլանավորում է ապրել Հայաստանում։ Ձեր դեպքում որոշել է, այո։ Ձեր դեպքում այդպիսի ծրագրեր կան, երկարաժամկետում հենց կարիերան այստեղ լինի։ Կլինեմ անկեղծ, ստեղծագործական իմ գործունեությունը արդեն Հայաստանում եմ ես պլանավորել, բայց ապրել Հայաստանում լիովին չեմ կարող, ինչը որովհետև իմ ընտանիքը ապրում է Մոսկվայում։ Այսինքն ես գնալու եմ, գալու եմ արդեն այս 2 ամսվա մեջ երևի մի 3 անգամ գնացել եկել եմ, դե ինչ արտիստի կյանքն է այդպեսին, չեմ դժգոհում իրականում։ Իրականում երևի թե կարևոր չէ որտեղ ես ապրում, կարևոր թե ինչ ես անում, ինչպես ես անում եւ ինչ որակի։ Եվ ինչ լսարանի համար ես անում։ Եվ ինչ լսարանի համար։ Դա եւս կարևոր է։ Ինչ պլաններ կան, նոր երգեր, նոր ստեղծագործություններ, չգիտեմ, դու ես դրանով դու ես զբաղվում, Շանթը իր հերթին պարզ է, ես ուզում եմ ասեմ երգեր գրելու թե նաև կան ինչ որ առաջարկներ, որոնց որ դու արդեն ուսումնասիրել ես։
Նախագծի ավարտից հետո ինձ հետ կապ էր հաստատել Լիանա Թորոսյանը, որ մի քանի հիթերի հեղինակ է, եւ երգեր նվիրել ինձ։ Մենք երգի վրա աշխատեցինք, ձայնագրեցինք, երգը արդեն թողարկել ենք, տեսահոլովակը նույնպես։ Այս պայմանությամբ ես աշխատում եմ իմ առաջին հեղինակային հայալեզու հեղինակային, որը որ ես եմ գրել ինքս այդ երգի վրա, հիմա զբաղվում եմ գործիքավորմամբ, որից հետո արդեն կտեսնենք երգը ուղղակի թողարկենք, թե արդեն տեսահոլովակի հետ միասին։ Գործիքավորմամբ էլ ես դու զբաղվում, թե Չէ, գործիքավորում անում է իմ ընկերը, երաժիշտը, ես գրել եմ ուղղակի մեղեդին եւ բարերը։ Ինչի մասին է երգը, եթե գաղտնիք չէ։ Իհարկե սիրո։ Դժբախտ սիրո մաս։ Զարը, բայց քո սիրած թեման պետք է լինի, չէ՞, Համբերյան, չէ՞, դե ասա, ոչ դժբախտ։ Օրեք ես պետք է ասեի, որ ինչի է հայալեզու երգերը, այո, դժբախտ սիրո մասին։ Մինաս պատմի մեզ։ Դե երևի սիրո մասին մենակ հայերեն կարելի է գեղեցիկ գրել։ Դժբախտ սիրո մասին։ Բայց չէ՞ որ սերը, բոլոր այն դժբախտ սերերը վերջում բերում են մեզ այն, այսինքն օգնում են մեզ գտնել այն մեկին։ Ինչ տենց է թվում։ Համաձայն եք ինձ հետ։ Հուսանք։ Դե, հուսանք։ Գոնե դժվար պահերին օգնում է այդպիսի երաժշտությունը։ Սա մոտիկ է քեզ դժբախտ սերը, չէ՞, բացարձակ։ Դե բայց մյուս կողմից է որպես, չգիտեմ, կոմերցիոն կողմից եթե դիտարկենք, տեսակետից, եթե ուզում ես գրավել բոլոր այն գեղեցկուիների եւ խիզախների սրտերը, այո, դժբախտ սերը կարծես թե յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել։ Եթե հետ վերադառնանք նախագիծ, ինձ հետաքրքիր է, որ ելույթն է ամենաշատը ձեր կողմից սիրված եղել, տպավորվել եւ որ ելույթը ըստ ձեզ այդքան էլ հաջող չի եղել։ Ամենահիշվողը ու սիրվածը թե իմ կողմից թե հեռուստադիտողի Պատրանքի թևով կռահեցի, որովհետև իմ ամենասիրելին պատրանքի թևովն էր։ Ես սիրել եմ պատրանքի թևովը միանշանակ, բայց ամենաբարձր, ամենաշատ դիտումները եւ ռեյտինգը բերել է Արա Մարտիրոսյանի մի գնա ելույթը, երգը։ Երևի թե կնշեմ դա, երկրորդը պատրանքի թևով միանշանակ։ Իսկ ամենաչստացվածը ես համարում եմ 5-րդ կամ 6-րդ գալամերկներ հիմա արդեն հստակ չեմ հիշում, ուրեք տղաներ երգն էի կատարում, ուղղակի տոնայնությունը ցածր էր ինձ համար, չստացված ելույթ էր, ես ուղղակի կրիտիկորեն եմ էլի։ Ինքդ քեզ մոտիկանում ես շատ խիստ։ Քննադատորեն, այո։ Ամենամեծ քննադատը դու ես քո թե կար մարդիկ, որոնք որ ավելի խիստ են քեզ քննադատում։ Ես եմ առաջին հերթին ու ծնողներս։ Ում խոսքերն են քեզ ավելի համ թևեր տալի, ուշ տալի, համ էլ ինչ որտեղ միգուցե նեղացնում։ Երևի թե չեն նեղացնում, ուղղակի կուզենայի, որ ավելի շատ այսպես գովեստի խոսքեր լսեի, մյուս կողմից հասկանում եմ, որ եթե օրինակ իմ ծնողները անընդհատ այդպիսի խոսքեր շռայլ էին, ես աճելու տեղ չէի ունենա, եւ շնորհակալ եմ նրանց, որ ինչպես ասեց Անդրեն, աստղամիցին չեն ներարկել։ Այո, դա կարևոր է։ Ու ես մոտիվացիա ունեմ ավելի լավը դառնալու։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Դեռ երկար ճանապարհ ունես, մաղթում ենք քեզ այդ երկար ճանապարհը, գրեմիներով լի, հաջողություններով լի, երջանիկ սիրով լի, հիշացնենք, որ Այո, դեկտեմբերի 19-ին իր ընկերների եւ գործընկերների հետ մասնակցելու է շատ սպասված համերգին, որի մասին մենք բարբերաբար հիշեցնում ենք, թիքետ-միքետից կարող եք ձեռք բերել տոմսերը եւ հուսանք բոլոր հարցերը շատ հարթ կընթանան եւ դեկտեմբերի 19-ին տեղի կունենա այդքան սպասված համերգը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կբացահայտեն իրենց համար նաեւ Մինասը։ Այս բան գովազդ հետո Չէ, գովազդ, եկեք գովազդ չդիտենք էլի։ Եկեք լսենք մի գնա ստեղծագործությունը Մինասի կատարմամբ։ Մինասը գնում է, իսկ մենք լսում ենք մի գնա։ Շնորհակալություն Մինաս, որ դու կաս եւս մեկ անգամ բարևներ հարազատներիդ բոլոր եւ լսենք Մինասի ամենաստացված ելույթներից մեկը հայ սուպերստարի ընթացքում։ Մնացեք մեզ հետ։ Դու իմ հպարտություն մի կողմ քաշվիր ու նեղված օրեր իմ հաշվիր
որ երջանկությանս հետ համեմատեմ ու սիրով ոսկին միջից ատեմ որ մնաց վարկյանը մենք իրար նայել ու համբույրը խեն չխնայել որ կորավ իրար մի վարկյանից ներել ու այդ արցունքը համբուրել մի գնա թե սիրում ես մի գնա հերանալը միշտ էլ կա բայց վերադարձի ճամփացավոք չկա դու մի գնա թե սիրում ես մի գնա կունենաս գուցե ներկա բայց սիրո գրքում մեծ բացակա ժամանակը ետ տալու հնար չկա ու սխալը չես կարող ջնջել բայց սիրո ժամացույցի սլակ չկա դեռ կարող ենք մեզ վերադարձնել կոտրված բաժակն ինձ օրինակ մի բեր սիրտն ուրիշել են օրենքները թե մի քիչ անգամ հոգում կան զգացմունքներ բավ է որ նորից դառնա մեծ սեր մի գնա թե սիրում ես մի գնա հեռանալը միշտ էլ կա բայց վերադարձի ճամփացավոք չկա դու մի գնա թե սիրում ես մի գնա կունենաս գուցե ներկա բայց սիրո գրկում մեծ բացակա Վերադարձի ճամփացավոք չկա դու մի գնա թե սիրում ես մի գնա կունենաս հաստատ ներկա բայց սիրո գրքում մեծ բացակա մի գնա մի գնա մի գնա մի Վերադարձանք տողավոր, շատ հուզիչ էր և ինչպես որ Մինասը խնդրեց, մի գնա, մենք չենք գնում, այստեղ ենք, գովազդնել այստեղ, գովազդեցը կվերադառնանք և կշարունակենք եթերը։ Գնացինք գովազդ դիտելու։ Վերադարձանք տաղավար, գովազդից հետո դեռ կեսօր չէ, իսկ մենք դեռ ձեզ հետ ենք, որտեղ մենք առավոտյան ծրագիր ենք։ Կեսօր եկավ, մենք գնում ենք։ Այո, մենք գնում ենք, ուրիշները գալիս են։ Եթե հանկարծ լինեք Վաշինգտոնում, անպայման անցել եք Վաշինգտոնում գտնվող կոնգրեսի գրադարան, ինձ միշտ հետաքրքրել է, օրինակ Վաշինգտոնաբնակ Դոնալդ Թրամփը այցելել է երբևիցե։ Ինձ թվում է այցելած կլինի ամեն դեպքում, բայց ես եղել եմ Վաշինգտոնում եւ ես չեմ այցելել այդ գրադարանը։ Լավ, էլի Զարա։ Որովհետեւ ես շտապում էի Նյու Յորք։ Ու էի շտապում։ Հա։ Ես ուզում էի այդ օրը հնարավորինս շուտ անցնել, ես չեմ վայելել Վաշինգտոն։ Ոչ, ես ծրագրի շրջանակում այնտեղ էի։ Աբարանով Մոսկվա։ Ու ես Իսկ ուր գնացիք Վաշինգտոնում։ Ոչ մենտեղ։ Այն մեծ, այն լիճն է չեք տեսում։ Ցավոք սրտի։ Լավ, եթե դուք գնաք Վաշինգտոն, խնդրում եմ մեկ օր տրամադրեք այդ քաղաքին, իսկապես գեղեցիկ, կանաչ եւ ունի հրաշք գրադարան, որտեղ որ կան 128 միլիոն
հոդվածներ սիրնես։ Ներառյալ գրքեր, ձեռագրեր, ֆիլմեր, ձայնասկավառակներ, ամեն ինչ, իմիջիայլոց հայերեն գրքերը այնտեղ կան, հայերեն թերթեր գոյություն ունեն այնտեղ եւ առհասարակ Վաշինգտոնի կոնգրեսի, այսինքն Վաշինգտոնում գտնվող կոնգրեսի գրադարանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանը համարվում է աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։ Այո, եւ շատ կարեւոր է, որ հանրության համար այն բաց է, այսինքն եւ անվճար է, այսինքն ցանկացած պարագայում կարող եք այցելել, այնտեղ լինում են ինտերակտիվ ցուցադրություններ, համերգներ, ֆիլմեր, դասախոսություններ եւ հատուկ միջոցառումներ։ Հիմա մենք իհարկե կայցելենք ձեր հետ միասին կոնգրեսի գրադարան, բայց ամենաշշմող փաստը այդ ամենի, որ աշխարհի բոլոր գրադարանները կարող են այստեղ գտնվել։ Բայց այդ էմոցիաները չեն կապրի։ Այո, գնում ենք բացահայտելու մեզ համար, եթե չեք եղել երբևիցե, կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում։ Այսօր, երբ թվային դարաշրջանը գրեթե փոխարինել է թղթին ու թանաքին, գրադարանները շարունակում են մնալ այն սրբավայրերը, որտեղ մենք հիշում ենք, թե ով ենք մենք, ուր ենք գնում եւ ինչ ճանապարհ ենք անցել իբրև ժողովուրդ եւ որպես մարդկություն։ Յուրաքանչյուր գրադարան մի աշխարհ է, յուրահատուկ ճարտարապետությամբ, պատմությամբ ու արժեքով, սակայն բոլորին միավորում է մեկ ընդհանուր գաղափար՝ գրքի հզորությունը եւ գիտելիքի հավերժությունը։ Այսօրվա տեսանյութում կոնգրեսի գրադարանն է, որը Թոմաս Ջեֆերսոնի գրքերի մասնավոր հավաքածուի ամբողջությունն է։ 1812 թվականի պատերազմի ժամանակ, երբ հարձակվեցին Միացյալ Նահանգների մայրաքաղաքի վրա եւ այրվեցին փաստերի, վիճակագրության եւ Միացյալ Նահանգների օրենքների մասին գրքերի ամբողջական հատվածները, այնուհետև Թոմաս Ջեֆերսոնի առաջարկությամբ նա իր գրքերը վաճառեց կոնգրեսին։ Ահա, այդ գրքերի հիմքով էլ ստեղծվեց կոնգրեսի գրադարանը, որը իհարկե բազմաթիվ կորուստներ է կրել, այդ թվում եւ հրդեհի պատճառով, սակայն կրկին Ջեֆերսոնի կողմից 1886 թվականին նախաձեռնվեց կոնգրեսի առանձին գրադարանի շենքի շինությունը։ 1897 թվականին նոր շենքն արդեն պատրաստ էր ընդունելու իր ընթերցասերներին։ Այսօր կոնգրեսի գրադարանը ապահոված է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ունի ավելի քան 90 միլիոն միավոր գիրք։ Կոնգրեսի գրադարանն ունի մոտ 84 միլիոն հոդված, 74 միլիոն գիրք։ Այս բոլոր փաստաթղթերն ու հոդվածները գրված են 365 լեզուներով։ Կոնգրեսի գրադարանի հարևանությամբ եւ ամբողջ տարածքում կան մի քանի շենքեր, որոնք կազմում եւ ընդլայնում են գրադարանը։ Այս տները ներառում են Մեդիսոն բիլդինգը եւ Ջոն Ադամսի շենքը։ Մեդիսոնի շենքում տեղակայված են մի շարք ծառայություններ, ինչպես հեղինակային իրավունքի գրասենյակն է, աշխարհագրության սենյակը, իրավաբանության հատուկ գրադարանը, նախագահական թերթերի, տպագրությունների եւ լուսանկարների արխիվը։ Նաեւ Ադամսի շենքում կան աֆրիկյան, ասիական, եբրայերեն, մերձավոր արևելքին վերաբերող գիտության եւ հասարակագիտության ընթերցասրահներ։ Այս շենքերից մեկում այցելուներին ցուցադրվում է կարճ վավերագրական ֆիլմ կոնգրեսի գրադարանի ստեղծման պատմության մասին։ Գրադարան մուտք գործելու եւ նաեւ գրադարանի մշտական անդամ դառնալու համար անհրաժեշտ է դիմել գրադարանի ժամանակավոր կամ մշտական քարտ ստանալու համար։ Անդամության քարտերի ծառայությունները գտնվում են գրադարանի գլխավոր մասնաշենքի Ջեֆերսոնի շենքի առաջին հարկում։ Այս շենքը գտնվում է Գերագույն դատարանի հարևանությամբ։
Շատ արագ վերադարձանք Վաշինգտոնից։ Շատ արագ էր այս թռիչքը։ Հիմա գնում ենք թռչելու գիտության աշխարհում, որովհետև հաջորդիվ ի գիտություն խորագիրն է, ու սա ուղիղ կապ ունի նաև Հայաստանում անցած տարի տեղի ունեցած նվաճման, կարելի է դա նվաճում անվանել, որովհետև նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում սուր լեյկոզի բուժման համար, թեև այս փոխպատվաստման 20% դեպքերում ելքն անբարեհաջող է լինում, իսկ 15-20% դեպքերում փոխպատվաստումից հետո հիվանդությունը կրկնվում է, միևնույնն է, սա բուժման միակ հնարավորությունն է։ Բժշկության ոլորտում ցողունային բջիջները հեղափոխել են տարբեր հիվանդություններ եւ վնասվածքների բուժումը, ավելի բուժելի են դարձրել, մի խոսքով սա հեղաշրջում է եղել ու այս պահին ի գիտություն շարքում կպատմենք հենց ցողունային բջիջների մասին։ Որոնք որ փրկում են կյանքեր, փաստորեն։ Մնացեք մեզ հետ։ Չինացի գիտնականները հայտարարել են, որ ցողունային բջիջների նորարարական թերապիայի միջոցով բուժվել է շաքարային դիաբետով հիվանդ մի բուժառու։ Սա պատմության մեջ բուժման առաջին դեպքն է համարվում, թե հատկապես ինչ մեթոդով է իրականացվել առողջացման ընթացքը եւ ինչպիսի հետազոտություն է իրականացվել բուժաշխատողների կողմից, կիմանանք առաջիկա րոպեներին։ Բարի լույս։ Մասնագետները փաստում են, որ բուժառուն, որը մոտ 25 տարի հիվանդ է եղել երկրորդ տիպի շաքարային դիաբետով եւ այդ ընթացքում կորցրել է ենթաստամոքսային գեղձի ինսուլինն արտադրող գրեթե բոլոր բջիջները, ցողունային բջիջների փոխպատվաստման պրոցեդուրայի անցել եւ թերապիայից հետո այս բուժառուն չի ընդունել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահող իր արդեն սովորական դարձած դեղերը։ Ինչպես բժիշկների խոսքն է փոխանցում Cell Discovery ամսագիրը, գիտնականները լաբորատոր պայմաններում ստեղծել են ենթաստամոքսային գեղձի բջիջներ, օգտագործելով տղամարդու ցողունային բջիջները։ Ցողունային բջիջների առանձնահատկությունն էլ այն է, որ դրանք կարող են վերածվել ցանկացած տեսակի բջջի՝ նյարդային, մկանային, երիկամային եւ այլն, կախված այն նյութերի խառնուրդից, որում դրանք կհայտնվեն։ Այս հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են նյութեր դրանք ենթաստամոքսային գեղձի բջիջների վերածելու համար։ Փոխպատվաստումից 11 շաբաթ անց բուժառուն այլևս ինսուլինի ներարկումների կարիք չի զգացել։ Վերջինս աստիճանաբար կրճատել է դեղերի ընդունումն արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման համար եւ լիովին հրաժարվել է դրանից արդեն 12 ամիս հետո։ Մինչ այս դեպքը դեռ ոչ մեկին չէր հաջողվել ազատվել շաքարային դիաբետից։ Ապացուցված է, որ այս հիվանդության դեպքում հնարավոր է ռեմիսիա, որի ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը կարող է ժամանակավորապես մոտենալ նորմային առանց դեղորայքի ընդունման։ Այնուամենայնիվ, սա ենթադրում է, որ հիվանդները կհետևեն համեմատաբար խիստ սննդակարգի եւ վարժություններ կկատարեն։ Վերոնշյալ դեպքը վկայում է, որ հնարավոր է վերականգնել օրգանիզմի արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու ունակությունն առանց կենսակերպի փոփոխության, սակայն այս պնդումը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն։ Հետազոտության հեղինակները սակայն կարծում են, քիչ հավանական է, որ այս մեթոդը հարմար կլինի առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ այս հիվանդության դեպքում իմունային համակարգը հարձակվում է ենթաստամոքսային գեղձի վրա, ինչը նշանակում է, որ օրգանիզմը հավանաբար կոչնչացնի փոխպատվաստված նոր բջիջները։ Հետազոտությունը կարող է բեկումնային լինել ու հսկայական առաջընթաց հանդիսանալ շաքարային դիաբետով հիվանդ կես միլիարդ մարդու համար, քանի որ այս հիվանդությունն ամբողջ աշխարհում մարդկանց մահացության 9-րդ հիմնական պատճառն է։
Գիտության մասին էլ խոսեցինք, մտածեցինք միգուցե ինչ-որ բաներ նաև այս ընթացքում և ընդհատվենք գովազդով, որ մարսենք այս ինվորմացիան։ Վերադարձանք գովազդից, այո, և ինչ, ստացել ենք SMS, որ մարդկա չի հասցրել դիտել Dolce Likan և ուզում է հասկանալ, թե յոգուրտով բիսկվիտը ինչպես պատրաստել։ Այո, այս պահին Կարող ենք խնդրել Լիկային ևս մեկ անգամ պատրաստի։ Կարող ենք խնդրել Լիկային ևս մեկ անգամ պատրաստել, ասենք, որ Լիկան սա ավելի շատ փորձարարական էր, այո, որտև նա փաստորեն սրա մասին իմացել է YouTube-ից և փորձել է ինքը նաև թխել և հասկանալ արժե, թե չարժե։ Մնացեք մեզ հետ և դուք էլ ձեր համար հասկացեք արժե, թե չարժե։ Այս անգամ փորձարկում ենք YouTube-յան բաղադրատոմս յոգուրտային բիսկվիտ։ Գնացինք։ Առանձնացնում ենք սպիտակուցը և դեղնուցը։ Երեք ձևի սպիտակուց հարում ենք մի փոքր լիմոնի հյութ, իթեի գտալ։ Վանիլ, շաքարավազ, արեցինք։ Այ այսպես, շատ չհարել։ Դեղնուցը հարում ենք, ավելացնում ենք հունական յոգուրտ առանց համի, նետրալ, 250 գրամ և 40 գրամ օսլա։ Ամբողջը խառնում ենք և միացնում ենք երկու զանգվածները միասին։ YouTube-յան բաղադրատոմսը ինձ մի քիչ տարօրինակ է թվում, այստեղ ալուր չկար գրված, ես 30 գրամ կավելացնեմ։ 3 փուլով միացնում ենք։ Լայֆհակ։ Հարյուր 75 վերևներքեք խեցին։ Լավն է։ Եթե ես 30 գրամ ալուրը չանեի, չէր ստացվելու։ Բայց մի բան ստացվեց։ Տեսնենք ինչ նախ պետք է թողնեք ֆորմայի մեջ մինչև սառի, բայց ես հանեմ։ Ուրեմն կան յուղաթուղթեր, որ հարկավոր է յուղել։ 1. Երկրորդը տանը որպես բլիթ, ջեմով եւ այլն կարելի է, բայց որպես բիսկվիտ այստեղ ահագին մշակելու գործ կա։ Համը հրաշալի է, ես մի կտոր փորձել եմ, անկեղծ ասած թաքուն փոկել եմ կողքից, հետաքրքիր ունի այդ յոգուրտային թթվասերային համը կա։ Սա որպես բլիթ, ջեմով կարող եք պատրաստել։ Վերադարձանք տաղավար, արդեն մոտենում է կեսօրը։ Եվ ժամանակն է ձեզ ասելու ցտեսություն։ Լավ օր բոլորիդ։ Կհանդիպենք վաղը, մաղթում ենք ձեզ ամենայն բարիք։ Բայց մնացեք շանթի հետ, որովհետև հորիզոն լրատվականն է։ Կարևոր բաներ կան առջևում։ Կդառնամ նորից ճամփաներից երկար նորից քեզ մոտ կգամ մի երեկո ու քեզ կասեմ ես հին
սիրո միակ ընդհարթ ու ես կապրեմ քո մեջ քո ուշերում քնքուշ դու իմ վարվող աստղի լույս ակնթարթ ու քամիները քեզ նորից կորոնեն արեգակները քեզ նորից ամփուր կտան ու իմ շուրթերը քեզ նորից կճանաչեն ու քնքշության խոսքեր նորից կասեն քեզ կփնտրեմ անվերջ հեռուներում երկնի ու լույսերում կապույտ անաբական թող հալածեն անտուն քեզ իմ աչքերն անքում դու իմ անվեր սիրո մեծ պատմություն թող որ վարվեն օդում մեր խոստումները լուրջ դու իմ միակ սիրո մեծ պատմություն ու քամիները քեզ նորից կորոնեն արեգակները քեզ նորից համբույր կտան ու իմ շուրթերը քեզ նորից կճանաչեն ու քնքշության խոսքեր նորից կասեն ու քամիները քեզ նորից կորոնեն արեգակները քեզ նորից ամփուր կտան ու իմ շուրթերը քեզ նորից կճանաչեն ու քնքշության խոսքեր նորից կասեն